Հատկապես այս օրերին շատ է բարձրացվում հարցը, թե ինչպես պատահեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվեց Բաքվի բանտերում։ Միթե 2020 թվականի պատերազմից հետո նման սպառնալիքի հեռանկար չէր զգացվում։ Որքան էլ զարմանալի հնչի, այստեղ պետք է մի պահ դադար տամ ու խնդրեմ ոչ թե բաժանորդագրվեք իմ ալիքին, այլ լսենք Ալեն Սիմոնյանին բաժանորդագրվելուց հետո։ Գիտեք ի՞նչն է խնդրեմ, որտեվ դες միշտ սովոր ենք էլի երևի, որ տենց եթե դե մեծ երկիր է բանա, պետքա բան անենք։ Հա արեցինք տենց 30 տարի արեցինք։ Ղարաբաղում արեցին, Ղարաբաղի կառավարությունը դա արեց։ Ինձ ընդդեղի ղեկավարը ասում էր դուք Հայաստանի մասին մտածեք, Ղարաբաղը այսօր ամենաապահով տեղն է 44 օրյա պատերազմից հետո։ Ասում էր ձեր մասին մտածեք։ Գրում էին «Սպասիբա Ռոսիա» եւ այլն։ Մտածում ենք Հայաստանի Հանրապետության մասին ենք մտածում ու շարունակելու ենք մտածել ու ես վստահ եմ, որ գալիք ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդն էլ է մտածելու Հայաստանի Հանրապետության անկախության մասին, տերականգնելու Հայաստանի Հանրապետությանը, ինքնիշխանությանը։ Ներկա ու նախկին քաղաքական գործիչներից եւ ոչ մեկի երկրպագուն չեմ, սա այն գլխից։ Բայց եթե ազնվորեն ետ նայենք, ապա Արցախի բնակչության ճնշող մեծամասնությունը իսկապես 2020 թվականից հետո գրեթե անսահման հավատ ուներ ռուսական երաշխիքների նկատմամբ։ Իսկ Սիմոնյանի ասած «Սպասիբա Ռոսիան» էլ լավ ուրիշ չէր 2020 թվականի պատերազմից հետո Արցախի հայությունը ցավոք երկու ընտրություն ուներ՝ կամ «Սպասիբա Ռոսիա» կամ «Բարի գալուստ Ադրբեջան»։ Սպասիբա ասողներին, մեղադրողներին պարզապես հարցնում եմ, իսկ դուք այդ երկուսից որը կընտրեիք։ Ի դեպ, որ Ալեն Սիմոնյանի ակնարկած անձը ռուսական երաշխիքների հանդեպ մեծ ակնկալիքներ ուներ, դա ևս գաղտնիք չէ։ Կադրից արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը։ Սա այն նույն Ֆրանս 24-ի տաղավարն է, որին օրերս հարցազրույց է տվել նաև Ալիևը։ 2022-ի դեկտեմբերին այս լրատվամիջոցին հարցազրույց է տվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Հիշենք ոչ վաղ անցյալից այդ դրվագները։ Անշուշտ այսօր խաղաղությունը երաշխավորվում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը, որի մանդատը մինչև 2025 թվականն է, սակայն անհրաժեշտություն կա այն լրացնել միջազգային երաշխիքներով, նկատի ունենալով, որ ինքնորոշման իրավունքը եւ անկախությունը Ղարաբաղի ժողովրդի անվտանգության միակ երաշխիքն են։ Հասկանում եք, Եվրոպան, նաև Ֆրանսիայի առաջնորդությամբ Ուկրաինայում այդ ժամանակ անթաքույց պատերազմում էր Ռուսաստանի դեմ, իսկ Արցախի նախագահը հասնում է Ֆրանսիա, ֆրանսիական հեղինակավոր լրատվամիջոցին տված հարցազրույցում Եվրոպային խնդրում Արցախում ռուս խաղաղապահ զորակազմին տալ միջազգային մանդատ։ Ուրիշ էլ ինչ պետք է աներ Մոսկվային ցույց տալու համար, որ Արցախը իրեն պատկերացնում է ուղիղ հենց ռուսական ուղեգծի մեջ։ Այսքանից հետո Արցախի նախկին ղեկավարների այսպես ասած դատն ու դատապարտումը Բաքվում որքան հայի ու Հայաստանի համար ցավ է, նույնքան էլ Ռուսաստանի համար պետք է լինի ամոթ։ Ի վերջո այդ մարդիկ իրեն են վստահել անմնացորդ ու մինչև վերջ։ Այդ մարդիկ գերի են վերցվել ոչ թե Բաքվի արվարձանում, այլ Արցախում, մեծ մասը հենց Ստեփանակերտում, 2020-ի նոյեմբերի հայտնի հայտարարությամբ հռչակված ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Ի դեպ անգամ այսօրվա գերիներին Բաքու տանելուց ու Արցախի ամբողջական հայաթափումից հետո էլ ռուս խաղաղապահները մի քանի ամիս մնացին Արցախում, այսպես ասած իրենց պատասխանատվության գոտում։ Թե ում անվտանգությունն էին ապահովում այդ ամիսներին, դժվար է անգամ պատկերացնելը։ Եվ այսօր, երբ ազգովի անհամբեր սպասում ենք, թե Վենսը ինչպես պետք է Բաքվում Ալիևին ստիպի ազատել հայ գերիներին, մեզնից ոմանք էլ չարախնդում են, որ տեսակ Վենսի խոսքը կշիռ չուներ, գրեթե ոչ ոք չի ասում, թե հույս կա, որ մի օր էլ այդ հարցով Ալիևին կդիմեն Ռուսաստանից։ Հա, ձեռքի հետ էլ չմոռանան ու նաև այդ օրերին ադրբեջանցիների կողմից գնդակահարված խաղաղապահների մասին հարցնել։ Ինչպես կասեին Մոսկվայում ու հարակից բնակավայրերում, ավամ սլաբո։
Իդեպ, եթե մեզ դա կարող է մխիթարել, հիշեցնեմ, որ Ռուսաստանը միայն Արցախի ղեկավարությանը չի, այսպես ասած, գցել։ Փաստացի Մոսկվան տարբեր ժամանակներում պարբերաբար է վատ վիճակում թողել իրեն հավատացողներին։ Ամենաշատը այդ շարքում Ասադի բախտը բերեց, Սիրիայից դուրս գալուց ռուսները նրան մեծահոգաբար Մոսկվա տարան։ Հյուրի թե պատանդի կարգավիճակով այս պահին դեռ դժվար է ասել։ Իսկ ռուսներին հավատացողներից վերջինի Վենեսուելայի նախագահ Մադուրոյի բախտը առանձնապես բերեց։ Նրան առանց վիզա տարան Ամերիկա։ Բայց այստեղ Մոսկվայի դերը շատ չի մեծ, ինչպես ասում են, ինչ արեց Թրամփն արեց։ Իդեպ մի քիչ էլ Ամերիկայի մասին, նա էլ իր հավատարիմներին եւ իրեն հավատացողներին առանձնապես չի խնայում։ Ի վերջո Սադամ Հուսեյնը կամ Քադաֆին երկնքից չէին ընկել, ըստ էության նրանց գոյությունը ամերիկյան պրոյեկտի մի մասն էր, իսկ նրանց վերացումն էլ դարձավ այդ նույն ամերիկյան պրոյեկտի երկրորդ մասը։ Թե ինչ կատարվեց Աֆղանստանում ամերիկացիներին հավատացողների հետ, արդեն բոլորդ գիտեք։ Իսկ քրդերը դեռ շարունակում են հավատալ Ամերիկային ու դեռ հազարներով սպանվում են։ Մի մասը Թուրքիայում, մի մասն էլ Սիրիայում։ Այնպես որ ձեր հավատը մի կորցրեք, ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ։ Կհանդիպենք։